Կաթոլիկ աշխարհը նշում է մեծ խանդավառությամբ։ Վերջին տարիներին այն տարածում է գտել նաև մեզանում։ Սիրահարների հովանավորի Սուրբ Վալենտինի օրը տոնում է գրեթե ողջ աշխարհը։ Տոնն իր անունը ստացել է վաղ քրիստոնեական հավատյալների պատվին։ Ինչպես մի շարք քրիստոնեական տոներ, այս տոնի արմատները նույնպես ծագում են դեռևս հեթանոսական ժամանակներից։ Շուրջ 16 դար է, ինչ գոյություն ունի Սուրբ Վալենտինի տոնը։ Տարբեր երկրներում օրը տարբեր կերպ են նշում։ Ըստ ձևավորված ավանդույթի գրեթե ամենտեղ սիրահարված զույգերը հաճախ այդ օրն են պսակադրվում ու կազմակերպում հարսանեկան հանդիսություն։ Այս հիասքանչ օրը բոլորը շնորհավորում են միմյանց նվերներ փոխանակում։ Օրինակ Նիդերլանդներում կազմակերպվում է ծաղկի աճուրդ։ Ֆրանսիացիները առաջինն էին, ովքեր օգտագործեցին վալենտինկաները որպես սիրային սուրհանդակներ։ Դին Սվիտովը Վալենտինա։ Դա մեր հայերի մոտ Սուրբ Շաքիսն ենք տոնում ենք, որպես սիրահարների տոն, որը շատ գեղեցիկ տոն է, բոլոր աղջիկները այդ օրը ամեն մեկը իր հերթին գեղեցիկ անում են, ավելի ընդգծում են իրենց տեսքը ու ցանկալի է այդ օրը, որ բոլոր տղաները աղջիկներին ավելի գեղեցիկ բառեր ասեն, խոսքեր ասեն ու ցանկալի է, որ նվերը լինի ծաղկի տեսքով։ Հիմնականում վարդեր, դա իմ կարծիքն է, պատրաստում եմ իմ սիրատեղակին նվեր անել, դե հուսանք, որ հաճելի կլինի։ Փափկարիկ, հավատայմ ընկերոջ։ Իմ սիրած ազնվորության համար դուխ եմ պատրաստել իր նվեր։ Ծաղիկներ, երկրպագույ կողմից։ Այսօր ինչպես գիտենք բոլորս Վալենտինի օրն է եւ ուզում եմ ասել, որ ավելի ճիշտ առաջնահերթ շնորհավորեմ բոլոր սիրահարների օրը, այսօր տոն է բոլորի համար։ Նվեր ստացել եմ, այո, պատրաստել եմ նույնպես, ստացել եմ շատ գեղեցիկ սուվենիր։ Հայաստանում չնայած որպես սիրո օր նշանավորվում է Սուրբ Սարգսի տոնը, որն այս տարի կնշվի փետրվարի 19-ին, այնուհանդերձ հայ երիտասարդները փետրվարի 14-ի պարգևած առիթը բաց չեն թողնում եւ միայն իրենց յուրահատուկ սովորույթներով օրը տոն են դարձնում ու սիրելիին անթիվ անհամար երջանիկ պահեր նվիրում։ Ձմեռը եւս իր փայլն ունի։ Տարվա այս եղանակը հատկապես կարևորում են մանուկներն ու երիտասարդները, որոնց համար ձմեռային խաղերը այնքան սիրված են, որքան ամառայինը։ Ձմռան վերջին ամսվա դյունառատ վերջին օրերը Դավիթ Բեկյան ուխտեր հասարակական կազմակերպությունը որոշել էր հաճելին համատեղել օգտակարի հետ։ Կիրակի օրը մեծ ու փոքր կապանցիներ մասնակցեցին Կապանյան ձմեռ 2011 միջոցառմանը, որն անցկացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին թափոնատարի տարածքում։ Մեր երիտասարդները, ովքեր սովորում են տարբեր բուհերում, աշխատում են տարբեր հիմնարկ ձեռնարկություններում, կարողանան միասնական ձևով իրենց առօրյան անցկացնել, կարողանան կտրվել իրենց առօրյա հոգսերից։ Նաև մեծ աշխուժություն եղավ, որ երիտասարդները կարողացան կրակել, հաղթողները խրախուսվեցին։ Կազմակերպված էր արագ սնունդ, նաև պատրաստել ենք տակթեյ մատուցում երեխեքին, որպեսզի չմրսեն։ Բոլոր ներկաներին իր օրհնության խոսքն ասեց Կապանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ Քահանա Խանոյանը, քանի որ օրը համընկել էր բոլորի կողմից սիրված ժողովրդական տոներից մեկի տրնդեզի հետ եւ մեծ խարույկ էին պատրաստել, քահանան բացատրեց նաև դառն ընտարաճի ընթացակարգը։ Այսօր մենք միասնաբար այստեղ ենք գտնվում մեկ անգամ եւս հասնելու մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Տիրոջն ընդառաջ գնալու տոնը։ Անցկացվեց Սպորտլանդիա, տաղանդավոր մասնակիցներն իրենց երաժշտական կատարումներով ուրախացրեցին մյուսներին, որից հետո միահամուռ ուժերով ձնեմարկ պատրաստեցին։ Ակտիվ մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների։ Կապանի Դավիթ ուխտեր երիտասարդական կազմակերպությունը կազմակերպել է Կապանյան ձմեռ, որը շատ հաճելի է։ Մենք ստեղ շատ ուրախ ենք։ Ցանկալի կլինի, որ հաճախակի այսպիսի միջոցառումներ կազմակերպեն։ Շատ հաճելի օր ենք անցկացրել, իսկապես կցանկանայի, որ նման միջոցառումներ ավելի հաճախակի կատարվեին։ Կտրվեցինք առօրյա հոգսերից, որը իսկապես դրական լիցքեր մատուցեց մեզ, հաղորդեց մեզ բոլորիս։ Կարծում եմ, որ իսկապես ստացվեց այսօրվա մեր միջոցառումը եւ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։ Հայկական ավանդական միասնական շուրջ պարով Կապանյան ձմեռ 2011-ը հատեց եզրագիծը։ Եթերում Խոստուփ հեռուստաընկերության Կապալդուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումներ։ Ծանոթացեք նաև Ավետիսի տեղեկագրին։ Բարի գիշեր։
Thank you.